43 years, Glendale has been my home. My name is Ronnie Garibian. I'm honored to announce my candidacy for Glendale City Council. I grew up here. I went to Hoover High School. I built my business here for more than 34 years. I have helped thousands of Glendale homeowners and business owners with their financing needs. For over 20 years, I have served our community through local organization and city leadership. I am proud to serve as a city commissioner and spend 8 years on the CDBG committee, helping secure millions of dollars for the local nonprofits. I have also had the privilege to serving on the Glendale Police Foundation, supporting vital public safety programs, especially our K-9 unit. And now I'm ready to take Glendale to the next level. We must protect what makes this city strong: public safety, physical responsibility, and our core values. Our families deserve safer streets and safer neighborhoods. I will maintain Glendale high public safety standards and crack down on the reckless driving and speeding by using modern technology. We must also balance our city budget without raising taxes or utility rates. I will work to bring new revenue to Glendale through innovation, partnership, and smart planning. I will fight to subsidize alternative solutions to residents and businesses to help lower utility costs. I will also streamline building and safety approval to eliminate unnecessary delay. By partnering with responsible developers, we can create better, more affordable housing because affordability should not be out of reach. I love this city and I'm ready to serve it at the highest level. Join me and together let's build a safer, stronger, more affordable Glendale. Vote Ronnie Garibian for Glendale City Council. Բարսեղանագիսես Ռոնի Գարիբյանն եմ Գարիբյան Ռուսիա ֆինանսինգ կերչան կողմից շնորհավոր փետրվար ասելով փետրվար 1 2026 թվականը ըստ սովորության ինչպես ամեն շաբաթ փորձում ենք այդ շաբաթվա անցուդարձերը ձեզի փոխանցենք լինելով mortgage-ի, real estate-ի, վարկերի, լոների մասին անշուշտ ունենք ընդհանուր Միացյալ Նահանգների զեկույցների լուրեր, իբր ավելի կենտրոնանանք ավելի Southern California կամ California-ի մասին եւ պարզապես այդ անցնելով, մաղելով, մաքրելով այդ ձայները, աղմուկները, որ դրսում կա մամուլների միջոցով, էլի social media-ի միջոցով, Instagram, Facebook-երի կամ հեռուստակայարանների միջոցով եւ կարողանանք ձեզի ավելի շուտ դասավանդեմ, թելադրեմ կամ թարգմանեմ, ոչ թե թելադրեմ, թարգմանեմ այսօրվա լուրերը, անցուդարձերը, ինչպես ասեմ, կախյալ էկոնոմիին, real estate-ներին, տուն առնելու, refinance-ի, տոկոսների եւ այլն եւ այլն եւ այլն։ Նախքան ինչպես շարունակենք, ինչպես իմանում եք, ես արդեն հայտարարել եմ, որ իմ տեխնացությունս դրել եմ Գլենդելի քաղաքի խորհրդի անդամ, ինչպես անգլերենով ասում են, City Council, որ հետո City Council-ը հերթականությամբ այլ ձևերով ելնում են այդ քաղաքի քաղաքապետը 1 տարվա համար ընդհանուր խորհրդի անդամի ժամկետը 4 տարվա համար է, ամեն 4 տարի մեկ վերընտրվելիք է, անշուշտ 3 անգամով, բայց առաջի 4 տարին է, եւ այդ 4 տարվա ընթացքում հույսով որ 1 տարին քաղաքապետ կլինի։ Ձեր հույսերով ու ուժերով անշուշտ իմ տեխնացությունը ստերել եմ, որ կարողանամ ես էլ ձևով կարողանամ օգտակար լինեմ մեր ժողովրդին, Գլենդելի ժողովրդին, չմոռանանք 200,000 հոգի ժողովուրդ է ապրում, դժբախտաբար ամեն մարդ քվետալու իրավունքը չունի, մանավանդ պատանիներն ու երիտասարդները, որ 18 տարեկանից ցած են, մեր երիտասարդները բավականին մեծ քանակով են եւ իրանց համար խոսնակապետ քաղաքապետության մեջ, որ պաշտպանի եւ օգնի իրենց պահանջները, իրենց պետքությունը եւ նույն տեսակը ունենք մեր մեծահասակները, որ իրավունք ունեն քվարկելու, բայց այլ պատճառներով չեն կարողանում կամ հիվանդության կամ եւ այլն, եւ ունենք մեջտեղի 18-ից մինչեւ մեր սենյորները, որ ոտքի են իրանց, հիմա մեկ մասը իրավունք չունեն
քվարկելու այլ citizenship-ի պատճառով, որովհետև Միացյալ Նահանգների citizenship-ը չունեն, բայց չի նշանակում իրավունք չունեն ստե ապրելու, այլ green card-ներով կամ վիզաներով եւ այլն նորեն այս քաղաքին մաս են կազմում, իրանք էլ ձայն չունեն ձայն տալու համար, բայց չի նշանակում, որ իրանք էլ օգնություն կամ պաշտպանություններ չեն ուժում։ Ուրեմն անպայման վստահ եմ մամուլի վրա կտեսնեք, ռեգլամն էլ էթում է, հետո հայերենով պիտի թարգմանվի հույսով եմ հաջորդ 2 շաբաթվա ընթացքին։ Կարող եմ ասեմ հաջորդ 4 ամսվա մեջ կունենանք տարբեր ձեռնարկներ, տարբեր առիթներով, տարբեր հերոստակայարաններով, նամանավանդ Վրեժ Աղաջանյանի կայարանով, որ ես արդեն 12 տարի է ձեր հետ հույր եմ, կունենանք հարցազրույցներ, որ ավելի կոնկրետ անդրադառնանք նյութերի մասին, իմ ծրագրից ես կփորձեմ չշեղվեմ, նորեն պահպանենք եւ պաշտպանենք ինչ որ պետք է ձեզի դասավանդելու համար real estate-ի finance-ի տոկոսների մասին, բայց երևի քանի վայրկյան կարողանամ, քանի րոպե կարողանամ տրամադրեմ, որ ձեզի կարողանամ օգտակար լինեմ campaign-ի համար, որպես City Council խորհրդի անդամ ընտրվելու հարցեր կա, ինչեր կա եւ ինչպես կարող ենք օգտակար լինենք։ Այսօրվա ծրագրի լուրերը պետք է մի քիչ ավելի ամփոփեմ, որ վերջի քանի տարին ինչ է լավ, քանի տարին ասելով, որ ճիշտ COVID-ից, որ 5 տարի է անցել, 6-րդ տարին ենք մտնում, 5 տարի է անցել, այսինքն 6-րդ տարվա մեջ ենք, արդեն 2020-ի մարտին էր, որ COVID-ը ելավ, եւ ճիշտը տանես միջև հիմա ինչ պատահավ եւ ինչու եւ ինչպես եւ ինչ ազդեցություն ունեցավ եւ ինչպես արդեն հիմա ուրենք, այսինքն հիմա COVID անցավ 6 տարի անցել է վրայից, հիմա շուկան ուրա եւ ուրա է թում եւ ինչ շատ հետաքրքիր էր մեջից հետո կանդրադառնանք, կարծեմ նկարներ էլ ունեմ, կասեմ խնդրեմ մեր էդիտորից, որ նկարները դնի, որ շարունակեմ այդ մասը կասեմ անցյալ շաբաթ, ուրբաթ օրը ավելի շուտ ինչ պատահավ։ Բայց ինչպես ասամ, ժողովրդի մեջ մեծ շփոթություն, confusion, որ ինչա կատարվում, տան արժեքները, տոկոսները, իջնում է, չի իջնում, crash այլում, չի crash, 1000 տեսակ լուրեր կա դուսը։ Չեմ ուզում կապեմ ես նոր Գլենդելի խորհրդի, բայց նույնն էլ ընդեղ է, ժողովրդական խոսքեր կամ նույնիսկ ուրիշ թեկնածուներ, ինչ խոստումներ են տալի, մա սենց կանենք, ընենց կանենք, ձեր էլեկտրականության բիլը կբերենք, կեսից էլ պակաս կբերենք, առանց իրանք իմանալով ինչ է կատարվում, առանց իրանք իմանալով ինչ կարող են կամ չեն կարող անել, եւ այդ սուտերը փոխանցում են ժողովրդին եւ ինչ են անում, շփոթություն առաջ գալի, confusing, ճիշտը փոխարեն բացատրեն, էսա այսօր, էսա պայմանները, էսա խնդիրները եւ էս էլ լուծումները։ So մենք գալիս ենք հիմա, օրինակ, ամենանց քիչ տոկոսները, որ կար, որ 2-3-ների մեջ էր, եթե հիշում եք։ Արժեքները 30, 40, 50% բարձրացավ, եթե վստահ եմ հիշում եք կամ իմանում եք։ Տուները քանակով վաճառվելով քիչքան տուն կա, ամենաս քիչերն են, որտեղ 2008-ի crash-ից հետո շինարարություն չելավ, so նույն տուներն են վերավաճառվում։ Եվ միանգամից 2022-ին, 2 տարի հետո, COVID-ից 2-3 տարի ամենաշատը, միանգամից shift լրիվորեն փոխվավ։ Լրիվորեն փոխվավ եւ ունեցանք միանգամից տոկոսները 2-3-ից գնացին հասան 8-7 եւ միանգամից ժողովուրդը այլևս չի կարողանում տուն առնին, ոչ թե չի ուժում, չի կարող։ Միանգամից գնողների պահանջը շատ արագորեն իջավ եւ վաճառողներն էլ ընդհանրապես ձեռնպահ ելան, որովհետեւ տոկոսը բարձր է,
ծախեն իրաց ցածր տոկոսը կկորցնեն, ուրիշ ուզենան առնեն բարձր տոկոսով եւ այդ վիճակը ստեղծվավ։ So 2 տարվա ընթացքին, 3 տարվա ընթացքին տակնու վրա ելավ, այսինքն 2019-ից մանկամից COVID-ի համար տակնու վրա ելավ, COVID-ից 2 տարի հետո նոր են տակնու վրա ելավ դեպի վրև, հիմա վրայից անցել է 3 տարի եւ այլևս այդ մեծ crisis հասկացողության, այդ պատերազմ հասկացողության կամ COVID-ի պատերազմ կամ տոկոսների կամ սղաճի կամ թանկության այդ շփոթումը եւ այդ մամուլները եւ հարցերը այլևս չունենք, իրականությունը նայենք չունենք եւ նույն ժամանակ նորմալ էլ չի, այսինքն վիճակը նորմալի չի վերադարձվել, բայց այդ հարցերն էլ որ կար COVID-ու, հետո թանկություն, հետո սղաճ ու հետո inflation-ը եւ այլն, ոչ են ունենք, ոչ էլ նորմալ է։ Ուրեմն ինչ ունենք հիմա։ Հիմա այս անցնողակի ավելի շուտ transitional վիճակը, այսինքն Աստված ոչ արած, մեկի հիվանդանում է շատ ուժեղ, հիվանդություն, տաքություն, ջերմություն, չեմ անում ինֆլեբաներ, թարախ եւ այլն, հետո այդ մեծ գործողություն, դժվար գործողություններ, բժշկություններ եւ այլն, հետո ունես recovery period, որ պարկած ես, նորմալ չես, գործի չես եթում, բայց պետք է պարկես մինչև լավանաս, ուտես, սնվես, լավանաս, այսինքն transition, այսինքն խնդիր ունեցանք, հիվանդություն, տաքություն եւ այլն, ունեցան գործողությունները, բժիշկները հասցան օգնան եւ այլն, եւ հիմա ուժեղանալու, մարզանք անելու, physical therapy անելու, հանգստանալու, որ հետ ոտի կայնելու համար, այսինքն այդ transition-ի ժամանակն է։ So այդ ժամանակը, որ տոկոսները եւ real estate-ի արժեքները իրար հետ հավասար միասին կարևորություններ կետեր ունեն։ Սկսենք տոկոսների մասին ասենք օրինակ։ Տոկոսները անշուշտ հիմա, որ արդեն 5-երի մեջ է, որ պաշտոնական հայտարարում են 6.1, 6.2, մեր արդեն 5-երի մեջ է պաշտոնականը 5.5, 5.6, 5.7 շատ 8-ից տարի որն ենք հասցել, եթե հիշում եք 8 էր, 7-ը նորմալ էր մի տարի, 7-ը նորմալ էր, այդ 7-8-ը էլ էր 5.5, 5.6, 5.7, so շատ ավելի քիչ ինչ-որ ամենաս բարձրը ունեցել ենք, որպես պատմության մեջ, որ ավելի 10, 11, 12, 16-ներն էլ եք ունեցել, բայց եթե սպասում եք, որ տոկոսները գա այդ 4-երի մեջ, եթե սպասում եք, որ այդ տոկոսները գա այդ 4-երի մեջ, իրականության մեջ չեք տեսնելու գոնե տարիներ եւ տարիներ, այո, տարիներ չեք տեսնի, եւ այս psychologically մի հատ բան ստեղծել ժողովրդի մեջ, սելերների կողմից որպես վաճառողներ, իրանք դեռ մեծամասնություն այդ երևակայության մեջ են, որ 2020-21 COVID-ի օրերն է, բայց իրականության մեջ տոկոսները այլևս stabilized վիճակի մեջ է, արդեն կանգ առել, այսինքն 1/8 քառորդ վրա ցածը միշտ ենք ունեցել 34 տարի ես գործի մեջ եմ, քառորդ տոկոս բարձր եւ իջերը ամեն օր միշտ, բայց այդ մեծ թափով վրա ցածերը այլևս հանդարտելը հանգստացել է, բացի անցյալ ուրբաթ, որ կասեմ նախագահ Թրամփը նոր կենտրոնական բանկի նախագահի անունը հայտարարեց։ Եվ հիմա տեսնում ենք նոր տեսակի նորմալ է ստեղծվում, նորմալ վիճակը նոր տեսակով, որտեղ ինչ է նորմալը, 3% նորմալ էր, 2090 թվականի 16% նորմալ էր, 2006 թվականի 4% նորմալ էր, 2019 թվականի 4% նորմալ էր, 2020 թվականի 4% նորմալ էր, 2021 թվականի 4% նորմալ էր, 2022 թվականի 4% նորմալ էր, 2023 թվականի 4% նորմալ էր, 2024 թվականի 4% նորմալ էր, 2025 թվականի 4% նորմալ էր, 2026 թվականի 4% նորմալ էր, 2027 թվականի 4% նորմալ էր, 2028 թվականի 4% նորմալ էր, 2029 թվականի 4% նորմալ էր, 2030 թվականի 4% նորմալ էր, 2031 թվականի 4% նորմալ էր, 2032 թվականի 4% նորմալ էր, 2033 թվականի 4% նորմալ էր, 2034 թվականի 4% նորմալ էր, 2035 թվականի 4% նորմալ էր, 2036 թվականի 4% նորմալ էր, 2037 թվականի 4% նորմալ էր, 2038 թվականի 4% նորմալ էր, 2039 թվականի 4% նորմալ էր, 2040 թվականի 4%
2010 թվականի 6% նորմալ էր։ Ես տեսել եմ տարբեր նորմալներ, որովհետև ամեն ժամկետ, ամեն ժամանակ իր նոր նորմալն է ստեղծում։ Նորեն չեմ ուզում հետեւալ քաղաքապետության այդ խորհրդի անդամի բաներից, բայց ըստ բարձ շատ նորմալ ժողովուրդ ընդհանրապես, որպես բնավորություն, որպես մարդ արարած, ելնի ես կամ ամեն մարդ չենք սիրում փոփոխություններ, չենք սիրում բաներ փոխվի, որտեղ վարժված ես, հանգիստ ես, իմանում ես ելնելիքը, սպասելիքը եւ փոփոխությունը գլխացավ, վտանգավոր, կարող է լավ լինի, բայց ընդհանրապես չիմանալով ուր ես եթում փոփոխություն չենք սիրում, որպես մարդ արարած, բայց ուզենք, չուզենք փոփոխությունները պատահում է, որտեղ ամեն ինչը մեր ձեռքը չի եւ մեր կոնտրոլի մեջ չի, միակ տարբերություն լինում է, որ այդ օրվա այդ պայմանների փոփոխությունների մեջ ինչպես քեզ կարողանաս տեղավորես, ինչպես օգտագործես այդ փոփոխությունները դեպի ավելի լավացնես քո կյանքը եւ ապրուստը դիվցև։ Սա եթե սպասում եք 4%-ին, քան թե այսօր 5.5-ով կարող ենք մեջից ելնենք, եթե այն ժամանակ 4-ով կարողանում եմ 800,000 դոլար տուն առնեմ, եւ հիմա 5.5-ով 1,200,000 նույն տունը, եթե եկամուտս չի շատացել, կարող է որ այդքան վերնայեմ իմ ինչ տունի տեսակ կամ հնարավորություններ ունեմ եւ դա վրայից անեմ։ Բայց տոկոսները բոլորովին կապ չունի ամեն օրվա եւ կրկնում եմ կենտրոնական բանկի տոկոսներն որ չորեքշաբթի օրը իրանց հունվար ամսվա ժողովն էր եւ հունվար ընթացքի ժողովին կենտրոնական բանկը որ սպասում էր շուկան տոկոսները անփոփոխ թողեց որ հիմա 3.5-ից 3.3 կենտրոնական բանկի տոկոսը որ մեկ բանկ մյուս բանկից կարողանում է անմիջապես պարկվեցնի եւ հետի բոլորովին կապ չունի տան մորգեջ տոկոսների տան տոկոսները միշտ ասել եմ նորեն հիշացնեմ եթե ուզում եք իմանալ տոկոսները բարձրանում է դե իջնում է առաջ պետք է նայեք ընդհանուր սղաճի սպասելիքը ոչ թե այսօր այլ սպասելիքը, այսինքն expectations, այսինքն շուկան ասում է, որ մամուլների, ճիշտ մամուլների ոչ թե բարձ մարդիկ, որ արդյոք տոկոսները էսա բարձրանալու, թանկություն է գալի, թանկությունը առաջ եկե, թանկություն ենք սպասում, դե ոչ, որպես սղաճ, որպես թանկություն, որպես inflation։ Եվ այդ վրա 10 տարվա treasury bond-ը, որ ես միշտ ցույց եմ տալի, դա վրև եւ ցած է բարձրանում։ Եվ ինչքան treasury bond-ը բարձրանում է, մեր տոկոսները կբարձրանա, դա իջնում է, մեր տոկոսները կիջնի։ Անշուշտ ընդհանուր համաշխարհային էկոնոմին մեծ դեր է կատարում, մեծ դեր, այսօրվա տան տոկոսը բավականի ազդեցություն ունի Ուկրաինայի, Գրինլանդի, Կանադայի, Վենեսուելայի եւ Պարսկաստանի հարցերը։ Ես պարզապես քանի հատ ձեզ ասամ ուրիշներ էլ կան։ Դա որ լսում եք մամուլի միջոցով Վենեսուելայի նախագահային փախցրավ, Պարսկաստանի մուլլաներին շրջում են, Ուկրաինայի հարցերով, Գրինլանդը ուզում է Ամերիկան վերցնի, բայց լուրերը ազդում է ձեր mortgage rate-ին։ Եվ անշուշտ գործերը, ինչպես իմանանք employment report, անգործությունը, որ դուրս է գալի Labor Department-ի, ու արդյոք Միացյալ Նահանգի ժողովուրդը գործերը ստեղծվում է, գործ ունեն, դե գործերը զրկվում են եւ հանում են գործերից իրանց։ Եվ մեկ լուրով չի, որ Amazon-ը հայտարարեց 16,000 layoff ունի, ուրեմն Ամերիկայի վերջն է, ոչ, դա ուրիշ հարց է։ Եվ վերջավորությունը ընդհանուր ինվեստորները, որ մեծաքանակով, մեծահարուստ BlackRock, Blackstones եւ այլն եւ այդ տեսակ ընկերությունները, որ բիլիոններով ներդրում են կատարում Միացյալ Նահանգների էկոնոմիի մեջ, իրանց ինքնավստահություն, իրանց վստահությունը շուկային վրա։ Այս պատճառներն է տոկոսները բարձրանան դե իջնի։ Հիմա դուք արեք ինձ ասեք տոկոսները սպասում 4 ելնի։ Այս կետերից որ ձեզի ասամ, որ մեկի վրա եք հույս դրել։ So
Ինչպես որ տեսնում ենք, կամաց տոկոսները լավանում են, այո, որտեղ մյուս խնդիրները կարողանում են ավելի կոնտրոլով նորմալի մեջ լինել։ Բայց եթե սպասում եք, որ այդ տոկոսները drastically 4%-ի իջնի, այդ ճիշտ քայլ չի, ճիշտ strategy չի տուն առնելու համար, եթե սպասում եք դա։ Սա միայն տոկոսները, այս մեր հարցը չի լուծի մեր real estate-ի affordability, միայն տոկոսով հարցը չի լուծում։ Այսինքն միայն տոկոսով չես կարող, որ չի կարող payment տա, այդ հարցը լուծես։ Մեծ դեր է կատարում, բայց միայն տոկոսով չես կարող։ Սո արժեքները անպայման մեծ դեր է կատարում, տան արժեքը մեծ դեր է կատարում, այո, դա մեջ խոսք չկա։ Բայց ինչպես միշտ հիշեցրել ենք, մանավանդ Southern California-ի մասին խոսանք, արժեքները պատմության մեջ նայենք, Southern California-ում դեռ ամենից բարձր տեղն է գրավում եւ դեռ այդ ձևի է շարունակվում է, որովհետեւ ժողովուրդը տուն են ուզում եւ housing problem կա եւ բավականին տուն չկա վաճառքի համեմատ քանակին եւ ժողովրդին։ Դա մար starter home-ի ինչպես դա մասի խոսացել ենք, որ նրանց համար որ նոր ամուսնացածներ են, երիտասարդներ են, առաջինն է, փոքրոտ է, դեռ երեխաներ չունեն կամ քիչ են կամ նոր կմալ երեխա է, starter home հասկացողության, որ affordable բյուջեի մեջ է, քիչ կա։ Որ starter home-ը այսօր մանավանդ երիտասարդների համար, որ նոր են ավարտել եւ իրենց եկամուտները դեռ այդ բարձր չի եւ նոր ամուսնացածներ են, այսօրվա պայմաններով 700,000, 4,000 դոլարի payment-ի մասին, որ կարողանան երկու զույգեր, ամեն մեկը $2,000 կարողանան դրեն։ Եվ այդ համար 700,000 դոլարից տուն ես ուզում։ Եվ move up buyer, այսինքն որ փոքր ունի, երեխաներ մեծացել են, 4 հատ երեխա ունի, թինեյջեր են, ամեն մեկը իր սենյակը ուզում հիմա եւ ուզում են բարձրացնի, մեծացնի, նրանք էլ դեր ստակ։ Որտեղ մեկ տուն չկա, մեկը ծախի տոկոսի հարցն է։ Եվ ինչ որ վերաբերում է first time home buyer-ների համար, դժբախտաբար առավ luck for-նա, բայց ինչպես ասեմ, ընդհանուր են խոսում։ So տոկոսները եթե իջնի, որ իջել է, եւ ավելի իջնի, բայց եթե նոր տուն շուկա չգա, ինչ է կարծում կպատահի։ Նոր տուն չկա, որ շուկա անցնի, նոր տուն չկա, պետք է որ ունի ծախի։ So եթե տոկոսը իջնի, եւ տուները չշատանան, ինչ է կարծում կպատահի։ Competition-ը կշատանա, ավելի մարդիկ կգան շուկա տուն առնելու համար։ Նույն տունի քանակն է, գնողները շատացան։ Guess what? Հիմա նա ինչ է պատահում արժեքներին։ Նորմալ մի հատ պարզ mathematics, պարզ էկոնոմիա։ Պահանջ եւ ապրանք։ So inventory-ին քիչ է, անպայման, որովհետեւ ինչպես ասամ, այնտեղ որ 4-3% ունեն, չեն ուզում վաճառել։ Բայց եթե տոկոսները իջավ 5-ի, որ հիմա 5.5 ենք, possible 12 ամիս հետո 5-ի իջնի, կարելի է, բայց նախանձի այսօր առես հետո refinance անես, որտեղ սպասես 5-ի, այն ժամանակ այդ տունը 1 միլիոն է, հիմա 1,300,000 է կետա։ Շնորհնակ որ լաքարած է տոկոսները չեն, այդտենց համար խնդիրը տունը չեն ծախում։ So, որտեվ ժողովուրդը, ինչպես ասամ մի քիչ առաջ, որպես մարդ արարած, ունենք կյանքի փոփոխություններ, կյանքի դժվարություններ, կյանքի պահանջներ, ասել ամերիկացիները life still happens, կյանքը շարունակվում է, ընտանիքները մեծանում են, ինչպես ասամ, մեկ երեխա ունին, 2 kindergarten, 4 տարեկան են, սենյակում մտաքնում, 2 քույր եղբայր կամ 2 քույր միասին, մեկ սենյակ են, հիմա ունես 3 երեխա, ամեն մեկը թինեյջեր են եւ ամեն մեկը իր սենյակն է ուզում, ընտանիքները մեծանում են։ Կամ հակառակը, ամուսնացել են երեխաներին ուղարկել են իրանց կյանքի հետևից, իրանք իրենց կյանք ունեն, հիմա դու այդ 4 bedroom տուն ունես մեծ եւ մեջն էլ ոչ ոք չկա։ So you need to downsize. Ճիշտ հակառակն էլ կա։ Ժողովուրդը գործ են փոխում։ Միշիգանից եկած Կալիֆոռնիա աշխատանքի։ Կալիֆոռնիայից եկած Տեքսաս նոր գործի փոխ եւ ունենք ընկերներ
Կալիֆոռնիայից գնաց Թեքսաս եւ Արիզոնա եւ այնտեղում գործի փոփոխություն, այսինքն job relocation հասկացողությունը։ Եվ անշուշտ դժբախտաբար ունենք divorce cases, բաժանվում են, retirement, ընդհանրապես ումա ծախի եւ այդ retire անի միայն ճամփորդի կմա։ Եվ կամ բժշկական դժբախտաբար երկուհարկանոց է, այլ պատճառներով չի կարող, ոտերն է ցավում, տարիքի հարց է եւ այլն։ So այդ պատճառներով էլ ունենք վաճառողներ։ Եվ նույն վաճառողներն են գնողներ են, որտեղ փոխվում է։ Ինչպես ասեմ, life matters, changes։ So ընդհանրապես Կալիֆոռնիայում ինչ է պատահում արժեքներին, market is not crashing, արժեքները չի իջնում, ցեզի գարանտի անեմ չի իջի։ Չմոռանանք ամեն տեղ իր location-ը ունի, դա պետք է հիշենք, ինչ որ Glendale-ը, ինչ որ Van Nuys-ը, ինչ որ West Covina-ը, ինչ որ Orange County-ը, San Diego-ը նույնը չի։ Տեղեր կան, որ մանավանդ Palmdale եւ այլն, որ plateau արժեքները իջերա կամ adjustment ավելի շատ է։ Տեղեր կան փոքրիկ, որ մեկ քիչ ընդհանրապես դե pull back հետ են եկել, բայց չէ։ Բայց ընդհանրապես 2025-ը ընդհանուր նայես հարցին նորեն արժեքները բարձրացավ։ Լրիվ 2025-ը փակերենք շատ ավելի բարձր, քան թե 24։ Եվ 2026-ի, որ տոկոսներն էլ իջերա, արդեն լուր կա, որ սպասելիքն է մոտ 3.6%, 3.5% աճ ունենա ընդհանուր Կալիֆոռնիան։ Շո արժեքները չի իջնում։ Հակառակը մենք աֆերներ են գրում, տեսնում ենք։ Բայց տուներ լիստինգ ելավ անցյալ շաբաթ, մեր հայրենակիցներից վստահ եմ նայում է, ասա որ այս տունը 1.100.000-ին լիստ արել։ Ես նայելուց հետո ասեմ էսի մինիմում 1.200.000 կետ։ Վստահ եմ որ 1.200.000 հանգիստ կետար։ Հին տուն, նոր տուն չէր, թաղամասը լավ էր, բայց նորմալ 1600 square feet տուն էր։ Անմիջապես offer դրանք առանց contingency, ոչ appraisal, ոչինչ, ասենք ուզում ենք էսի անմիջապես ծախենք, agent-ին էլ ճանաչում եմ, agent-ը օտար ազգեր հայ չէր, ասա որ գիտես ես open house պետք է անեմ seller-ի պետք է ես chance տամ, չեմ կարող քո offer-ը միայն ընդունեմ, գնանք ինչ այլ։ Okay։ Ինձ 3 օր առաջ email արավ agent-ը, որ $1,300,000 offer ունի, առանցի որևէ appraisal-ի contingency որևէ։ Այո, որ ես ասել, wow։ Ամեն 1-2 հասկացամ, 1-3-ը մեկ քիչ seems too much, but պատահում եւ այդ տեսակ օրինակներ շատ ունեմ։ So ճիշտ արժեքենի ճիշտ ձևի ներկայացվի տունը եւ իր թաղամասը մեծ դեր կատարում եւ այդտեղ ամենը վաճառվում են։ Եթե հակառակը սխալ ելնի արժեքը եւ տունի վիճակը չեն վաճառվում, տանք մնում են։ So այսօր գնողները ընդհանրապես շատ ավելի leverage ունեն, ավելի լեզուները երկար է, բայց unlimited power չունես, որ անսահման ուժ ունենաս, ոչ։ Մեկ քիչ negotiation room թոնում այն էլ կապ ունի տունից տուն, որն է ինչպես է, որտեղ Glendale-ի մասի հետ համար Glendale չեմ ուզում փակեմ քաղաքապետության խորհրդի անդամին, բայց մեկ պատճառներից ես Glendale-ի համար ինձ այդ շատ հետաքրքիր է, շատ չեմ ուզում շեղվեմ, ինձ ասում են իմ շատ երիտասարդ օրերս 18, 19, 20 տարեկան, 21 տարեկան, այդում են տարբեր քաղաքներ, որտեղ Glendale-ում բան չկար այն ժամանակ, մենք Hollywood կլաբներ, բարեր, ռեստորաններ կամ այդում ենք Covina Wings-ներ ժամանակին, West Covina եւ Florentine Gardens-ներ եւ այլն, եւ օտար ազգերի հետ ենք շփվում, որտեղ այսինքն շփվում, որ տեսնում, խոսում, ընկերանում եւ հաջող հարցնում են որտեղից ես, որտեղ ես ապրում։ Եվ ասում են Glendale-ից, եւ իմանում ենք անմիջապես իրանց հարցումը Glendale ուրա։ Այսի Hollywood-ի մարդիկ չին մամ Glendale ուրա, Glendale, where's Glendale։ Եվ մեր անմիջապես պատասխանն էլ արդեն իմանում ենք, պատրաստ, որ ասում ենք Burbank-ի դես ուրա, այո ասում եմ, Burbank-ի կողքին է, okay։
Մենք Glendale-ը ամեն մարդ 80-ական թվականներին չէր ման Glendale ուրա եւ Glendale-ին փակում ենք Burbank-ը, այո իմանանք Burbank, ամառ Burbank-ը իմանում եք որտեղ airport-ը կար, մեծ դեր էր կատարում Burbank airport լսերին եւ այլ ստուդիոներ եւ այլն, so Burbank-ը օքեյ հասկանում։ Հետո էլ հաճախ իմանում ենք այլ խոսակցության մեջ վարժիվեր են տարիների ընթացքին, ինչու Glendale, այդ հարցումը միշտ կար։ Ինչու չեք ապրում Hollywood, մեծ էր Hollywood-ը, Hollywood։ Ինչու չեք ապրում West LA եւ ապրում եք Glendale։ Եվ ամենջապես նորեն պատասխան ունենք, ասում եք, գիտես ինչ դու Los Angeles-ում, էսի այն ժամանակ էլ նույնն էր, հիմա էլ նույնն է, ոչ մի բան չի փոխվել։ Այն ժամանակ, ասում եք, դու եթե Աստված ոչ արես դեպք կա accident այլում, հեռացանես փոլիսին, փոլիսը ասում է, թե արուն չկա, ոչ ոք չի մի բան վնասվե, մենք չենք գալի, դուք ձեր հարցը լուծեք, որտեղ մենք պետք է եթանք մարդասպանների, gang member-ների հետ գրի կոտորոց ունենք, ժամանակ չունենք անք ձեզի հասնենք, խնդրում եմ դուք գնացեք ձեր հարցերը լուծեք։ Ճիշտ հակառակը Glendale-ը որևէ բան պատոմա, մինչև այսօր հեռացանես 3 րոպեից 4 րոպեից արդեն պոլիսը անմիջապես հասել է։ Եվ դա մեկի անգլերենով է bragging rights, մենք երիտասարդին ասում մենք մեր independent police ունենք, դուք չունեք։ Մենք մեր police funding-ը մերն է, ձերը չի։ So Glendale-ի արժեքավորումները պատճառը որ բարձր է, պատճառներ կան, որ Glendale-ի արժեքը նույնը չի, ինչ որ օրինակ էսի ուրիշ քաղաքներին, որ Los Angeles-ի քաղաքների մեջ են։ Պատճառները ունի։ Ամեն քաղաք իր պատճառներն ունի, Glendale-ի պատճառներից 2, 3, 4 հատը մեկը էս ելնելով իր ապահովությունն է։ Այսօր որևէ ուրիշ քաղաքներից տեսնում եք գողերը վազում են, փախստական են, պոլիսները հետևից էցում են, որտեղում են բռնվում վերջավորության։ Մենք գնացեք նայեք լուրերը։ Glendale-ից չեն կարողանում անցնել։ Գողը պետք է գալ փախնում է, Glendale-ի շուրջից այդ անկած Glendale չմտի ու չի դողում բռնում։ Ինչևից է։ So first time home buyer-ների համար affordability, այսինքն տուն առնելու payment-ը մեծ խնդիր է։ Արժեքները այո բարձր են եւ իրանց համար մեկ ինչ սկսում են անհանգստանալ, ջղայնանալ, depression բերել եւ այլն, բայց եթե ճիշտ strategy-ով, ճիշտ planning-ով, ճիշտ ծրագրված մոտենանք հարցին, ճիշտ մեկի մոտեցակ, որ ճիշտ խորհուրդ տա, մեկ իրականություն արժեքները ձեր բյուջեի մեջ, ձեր ցանկության մեջ, ինչ կարող եք, ինչ չեք կարող եւ ինչ ուրիշ այդեաներ, որ դու կարող ես մտքից չի անցնում, մենք փորձառություն վրա ես, քեզ ասես պատճառներում կարող ես այս անես, այն անես, այն անես։ Եվ դա վրա կարողանանք ասենք, որ այո, ստանք որ արագ հիմա օրինակ շրջվենք, ասենք տոկոսը կամ կարողանանք ասենք ընդհանրապես սելերի հետ ինչպես negotiate անենք, որ rate buy down-ները օգտագործենք, տոկոսը իջացնենք, կարող ենք ծրագիրներ ունենք, որ սելերին ասում ենք, որ պարոն սելեր, ստա տոկոս ելնելու է օրինակ 6 կլորակացնեմ, արի դու իր ծախսը տուր, տոկոսը բերենք 5 կամ 4.75։ Հնարավոր է, այո, քեզի կօգնի payment-ը, այո, էլ տանից ցած, եթե չես կարող, ուրեմն խնդիր է։ Կամ ինչպես down payment կամ assistant-ները կամ եւ այլն։ Խորհրդացեք, մենք ձեզի կարող եք ճիշտ ուղղություն տալ։ Ես օրինակ ամեն կիրակի ձեզի տոկոսներն եմ ցույց տալի, չէ՞։ Չի նշանակում, եթե ես ցույց եմ տալի 5.75, դուք ինձ հեռացանեք, ձեր տոկոսն էլ 5.75 կլինի։ Կարող է ձեր տոկոսը 5 լինի։ Կարող է 6.5 լինի, որտեղ ես միայն մեկ օրինակն եմ ասում, ամեն օրինակները չեմ կարող հեռուստակայարանից ցույց տալ։ Մայն մարքեթ ուրբաթ օրը ինչպես փակվավ, որովհետև ուրբաթ օրը նախագահ Թրամփը հայտարարեց նոր տեխնացուին, որ Ջերոմ Փաուելի տեղն է լինելու, անշուշտ սենատը պետք է approve անի եւ շուկան դա վրա շատ ուրախ չէր։ Սուման նայեք մարի շուկան ինչպես փակվավ։ Ուրեմն Dow Jones-ը 48892 ոչ թե ուրախ չի, որտեղ վատ մարդը հակառակը կարծում է շատ լավ բաներ կանի, նախքին կենտրոնական բանկի խորհրդի անդամ այել է 6 տարի, 5 տարի, 2001-ին էր կարծեմ, 2006, բայց ինչևից է մարքեթ ուզեցեք փոփոխություններ է։ S&P ներողություն, էսի մա դիջիտ 6000 մի բանա չկա, էսի Nasdaq-ը 23223 փունտ իջավ։ Գերմանական DAX-ը 24538,
229 փոն շահ ունեցավ, անգլիական ֆուտսին 10223, 51 փոնտ, Nikkei Japanese Nikkei 53322 եւ Շանհայը 4117։ Քարյուղը շատ քիչ բարձրացավ նորեն այս կենտրոնական բանկի նախագահի լուրը ոսկին tumble down, բայց շատ էր բարձրացի 5200 էր ասել 4879, արծաթը շատ իջավ, բայց շատ էլ բարձրացել է եւ platinum-ը 2100։ Դոլարը մեկ քիչ ուժեղացավ, դա լավ լուր էր դոլարի կողմից, բայց բիթքոյնը նայեք ինչ է լավ։ So it's մեծ կորուստներ կան, դες զգուշ ելնեք։ Ուրեմն 10 տարվա treasury-ին էսա որ մեծ չին բարձրացավ, բայց համեմատ անցյալ շաբաթվա հետ շատ consistent է, այդեմ ասում նորմալ տոկոսները նորմալի է անցել այդ ձևով։ Բայց նայենք տոկոսները մեծ դեր է կատարում, որովհետև ինչպես ասամ իջեր են եւ stable է եւ ինչ որ ցույց եմ տալի ամեն մարդու համար նույնը չի եթե հետաքրքրված եք ձեր հեռացանեք ձեզի կասեք ուսում են 9%-ը սա refinance-ի համար է եթե ձեր վարկը 300,000-ից 832,000 է եւ այս օրինակ ընտանց համար որ single family տուն ունեն credit score 781 է եւ 20% գոնե equity ունես եւ owner occupied մեջ բնակում ես 5.620 Նույն պայմաններով 30 տարվա ֆիքսը cash-ա ես ուզում անես 5.625 եւ եթե ուզում ես high balance ես 832,000 ելնում ես 5.75 Если առանց tax return-ի profit and loss program-ով self-employed եթե կաս քո անձնական գործ ունես 6.25 եթե վատ credit ունես 620 credit score-ը եւ ես cash-ա տանես 5.5 Սա first time home buyer-ների համար ներշուն, որովհետև first time check չունես արես, էսի buy down program-ն է, որ կարող ես տոկոսը 3.625-ով սկսես, 20 էսի 5% կանխավճարով եմ ցույց տալի 800,000-ի համար, so first time home buyer-ի համար, եթե դու կարող ես ամիսը $3,400 առաջի տարին վճարես, 3,900 երկրորդ տարին եւ 4,300 երրորդ տարին վճարես, Դու միայն պետք ունես $20,000 կանխավճար, որ $800,000 տուն առնես, այս ծրագիրը ստանալու համար $16,000 ծախս ունի, որ 16,000-ը սելերից են առնում, բայց դա վրա property tax եւ insurance-ն էլ կա չմոռանաս, միայն property tax-ը չի, so մոտավորապես payment-ը կլինի $4,200-300 Կամ էլ չէ, ասում ես չէ, արի 3% կանխավճար դնեմ, այն ծրագիրը չեմ ուզում Տոկոսը սկենի 5.5 point-ով, մինչև 800,000 պարկ, կարող եմ եսի մենք սելերից ամենք, որ ես 1 point-ը դու վճարես, տոկոսը սկենի 5.5, everybody's happy։ Կամ էլ ուզում ես 20% կանխավճարի պայեկը, նույն ձևի է, 20 տարվա ֆիքսը ժամկետը դրճատելու համար, նույնիսկ 15-ը եւ 10 տարվաները։ Մեկ քիչ արագ եմ եթում, high balance-ները 832-ից 1,249,000, 20% կանխավճարով, դες 5.75 20 տարվա ֆիքսը 15 տարվան։ FHA-ները անշուշտ տոկոսները շատ են իջ է 5.125, FHA-ները մեծ օգնություն են։ FHA high balance-ը FHA-ների կողմից այլ FHA refinance-ը, թե FHA loan ունես ներկայիս 5.8-ով 0 ծախս ես վճարում, 0 թուղթ ենք ուզում, եթե ներկայիս քո վարկը FHA է։ Այս է ջամբոները առանց tax return-ի 6.325 եւ անշուշտ այո Ուզում եք քան այդ տուները ցույց տամ իմանում եմ ժամանակը շատ արագ անցնում մեկ քան լիստինգներ նայենք նորից ամեն լիստինգները ցույց չեմ տալի չեմ կարող ամենը ցույց տամ պարզապես մեկ քանիստ եմ ցույց տալի so mən նայենք հնչում եմ լիստինգները Սկսելու այս տունը for lease-ի համար for lease թահանգայում հոյակապ շամ սլայդը չի գործում են նայեմ հույսով եմ որ սլայդը գործում այո yes no այո so լրիվ remodel-ելած է լրիվ օրեն 3 ննջասենյակ 2 լվացարան մեծ բոնուս room ունի կարող է gym-ելնի կարող է մարզադաշտելնի կարող է office ելնի մեծ բակունի շատ էս է սենյակն է տեսեք մեծ սենյակը շատ մեծ բակունի շատ լուր սուս հանգիստ տեղ է շատ ապահով տեղ է
վարձու համար կարող եք հեռացանել։ Սկսենք townhouse condominiumները նորից 2.9 լվացարան 1300 square feet $559,000 հայրենիք լավ տուներ կան լավ արժեքներով, էսի $410 price per square feet, moving condition մեծ է, սրտաբաց է, նորիջում 1300 square feet is not a small size, եւ ինչպես տեսեք լրիվ ռիմադելած moving 559,000. So լավ արժեքներով տուներ կան դուսը, ձեզ սխալ մի հասկացել ես, good prices, good homes. Էսի նորեն Valley and շրջակա Սիլմարի մոտերն այնում 1429 square feet բավականին մեծ է $150 միան homeowners association-ը $650,000 եւ ելմա $455 price per square feet նորեն եթե նայեք լավ տուներ կան լավ արժեքներով լավ չափսերով եւ private garage-ով էլ Simi Valley 2.2 լվացարան 1520 square feet ունի մետրությունն է private garage-ն էլ ունի $500 homeowners association-ը նորեն պատրաստ մաքուր վիճակի մեջ է nothing wrong with it եւ $685,000 եւ սրտաբաց ու մեծ 1500 square feet is not small $451 price per square feet միան երևի այդ carpet-ները փոխես կամ նույնիսկ կարող ես լվանած պետք է շուտ փոխես բայց անպայման փոխելը ձեռնտու է եւ private garage-ը washer dryer ամեն ինչ էսի շատ հոյակապ man it's a perfect home էսի շատ լավ եւ շատ լավ տեղ է նայեք ինչքան հանգիստ ճիշտ resort-ի մեջ եք Նորից 3.3 լվացարան 1868 square feet it's a big townhouse $396 price per square feet this is good price $396 $739,000 asking price but 1800 square feet ունի մեծություն Մյուսը ունենք Burbank 2.3 լվացարան 1244 square feet ունի մեծությունն $860 homeowners association-ը 6 tennis court pool ունի tennis court ունի rec room ունի security guard ունի parker ունի ներսում շատ լավ բանը տեղա եւ $749,000 $602 price per square feet ինչպես ասենք remodeled elazza it's nicely done West Hollywood 2.2 լվացարան 1421 square feet ունի մեծությունն $700 homeowners association-ը West Hollywood-ի էսի լավ թաղամասներից է $630 price per square feet West Hollywood-ի համար it's a good price $895,000 asking price West Hollywood-ում which is not bad so Pasadena 3.3 լվացարան 1644 square feet այս շենքը շատ լավ ճանաչում եմ էսի 2000 թվականների շենքա սարքած they did a great job for the building լավ որակով է սարքվել $608 per square feet $1 million asking price Dana Point 2.2 լվացարան էսի պարզապես beach-ից երևի 5 րոպե bicycle-ով bike-ով կարող եք գտակ 1000 square feet-ը շատ լավ location-ը beach view չունես, բայց beach-ից ասեմ 5 րոպե քայլելա եւ $1,100,000 asking price it's a great location Dana Point-ում լավ տունա It's a beach house that's a good one affordable արժեքի պատճառով Hollywood 2.3 լվացարան 1720 square feet այո homeowners association-ը շատ բարձր է բայց այս տեսակ կոնդոմինիումները այս տեսակ որ դա capsule building-ի դիմացն է $1,250,000 էսի ամեն մարդու համար չի this is special բաներ single-ներ կան որ շատ վիճակները լավ է rooftop pool-ը նայ էսի ծախսուն է սպահելը ստալն rooftop-ի վրա եւ ուրիշ առավելություններ ունի Dana Point նորեն 2.2 լվացարան 1359 square feet Սա արդեն շատ լավ, որ ասում են Monarchs Beach իրանց յունիտներից է, $589 homeowners association-ն է, $1,650,000, Ritz-Carlton-ին կպած է, հոյակապ location ունի, արժեքը, and this is the golf course, ինչպես տեսնում եք, որ Waldorf հոթելի golf course-ն է, որ ժամանակին Monarchs հոթելներ ընդեին է։ Տուները հողով նայենք տուները Canoga Park 3.3 լվացարան այս տունը նայեք 1600 square feet-ա size-ի խնդիր չունես տունը պատրաստ վիճակի մեջ է moving condition ծախսել չունես հողդ էլ բավականին մեջ է մեծ է եւ Canoga Park-ի լավ թաղամասում ամեն ինչ ready to go
$9,000, $9,000 թանկը, որ պետք է նայենք $538 price per square feet, դու ասես սարքես ավելի թանկ վերջանա քեզի. So, but it's moving condition, so first time buyer-ների համար 900,000, it's a great starting point. Բակ ունես, ամեն ինչ ունես, it's a great house. I don't see what's wrong with that. Թահանգա, 3 ննջասենյակ 2 լվացարան, 1528 square feet տունի մեծությունն է, 5300 square feet հողամասի մեծությունն է։ Մեկ քիչ հողը փոքր է, բայց եթե փոքր երեխաներ 3-4 չունեք, որ ֆուտբալ պետք է խաղան, բավականին մեծ է, լրիվ ռիմադելած է, recess light-երով, մանրատախտակներով, նորեն $900,000 asking price եւ շատ հոյակապ outdoor seating-ի տեղ ունի, լրիվ օգտագործվել է դուսի մասը։ La Crescenta, այո, La Crescentan 3 bedroom 2 bath, շատ թանկ է La Crescentan, 1230 square feet տունի մեծությունն է, 5100 հողամաս, էսի 975,000 դրե, but it's impossible, էսի շատ ավելի շատ կետա, եւ ամի շատ ավելի շատ կարող է 100-150,000 ավել է, հա, La Crescentan իր գլուխ են ջարդում, մեկ խնդիրներից էս տուն ունի, որպես հողը limited է, շատ մեծ որ չի, շատ չես կարող մեծացնես, բայց ինչեւիցե La Crescentայում բավականի պահանջի շատ է։ Encino $720 price per square feet չես ճարի, բայց 4 ննջասենյակ 2 լվացարան fully remodeled 1400 square feet տունի մեծությունն է, 6000 հողամասի մեծությունն է, $1,50,000 you can't go wrong։ Անպայման Encino-ում էսի մեծ ծրագիր։ Grande Hills 4 ննջասենյակ 3 լվացարան 3000 square feet տունի մեծությունն է, 17000 square feet հողամասի մեծությունն է։ Այո, տունը որպես տուն size-ի problem չունես, location-ի problem չունես, remodeling-ի վիճակ էլ չունես։ Եվ այնքան մեծ է, որ ամեն ինչը մեծ ննջարան, մեծ ննջասենյակ, մեծ ամեն ինչը մեծ, եւ $546 price per square feet այս անձնավորությունը շատ լավ արժեք է դրել համեմատ չափսին, վիճակին, recess light-երով եւ այլն եւ $1,650,000 փուլով տուն you can go wrong. Այս նույն տունը Glendale-ներ, you look at about գոնե $3 million. 2.5 million. Glendale, 3 ննջասենյակ 2 լվացարան 2500 square feet տունի մեծությունն է, 16000 հողամասի մեծությունն է, բայց հողամասը լեռնային է մեկ քիչ, բայց նորեն բակ ունի, ոչ թե չունի, բայց այդքան մեծ էլ չի։ Դա համար արժեքը տանեք $672 price per square feet, պատճառ հողի floor plan-ին է, $1,700,000, բայց նորեն ամեն մարդ մեծ բակ չի ուզում, որտեղ մեծ բակն էլ իր ծախսեր ունի, իր մտահոգություններ ունի, բայց նորեն ունի այդ թացացնելու համար փուլ չի, բայց ունի տեղ որ ներս մտնես, եւ բավականին flat area-ներ ունի, իմաստան կարող եք դուք հանեք, որ ավելի մեծանա տեղը։ Glendale 4 ննջասենյակ 5 լվացարան, այո, 3000 square feet տունի մեծությունն է, 7700 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,750,000, պատրաստ վիճակի մեջ է, ինչպես տեսնում եք, so այո, ամեն տեսակի արժեքներ կան, չի նշանակում ամենը թանկ են կամ ամենը արժան են, բայց ամեն մեկը իրաց խնդիրներն էլ ունեն, պետք է նայես որ մեկը քեզի ավելի մարդամոտիկ է, որ մեկը չի։ Բայց ամեն մեկը, ասամ, ամեն մարդամոտ տարբեր է, եթե հետաքրքրված պետք է անպայման հեռացանեք մոտիկից, ձեր հետ ուսումնասիրեն, խորհրդացեն, ձեզի ավելի կոնկրետ կարող եք ասել ինչ եք կարող անեք։ Ժամանակը ներում է Pasadena, 6 bedroom, 6 bath, 3500 square feet տունի մեծությունն է, 10000 square feet հողամասի մեծությունն է, asking price $2,269,000, $640 price per square feet։ Pasadena-ում այս տեսակի տուն, այս թաղամասում, այս չափսով, այս վիճակով $640 շատ լավ արժեք է դրել, շատ լավ արժեք է դրել $640 price per square feet, այս վիճակի տուն, այս թաղամասում սենցի։ So this is one of those good homes, որ ափսոս է չկորցնեք, եթե բաջետ ունեք 2,269,000-ի, եւ ADU-ն էլ ունի by the way, փոքր հետևը սենյակ ունի, այս հետևի ADU-ն ինչպես տեսնում եք, so եթե ծնողներ ունեք ընդ ապրելու, 1 bedroom, 1 bath-ը հետևի մասն է, so առաջի տունը 5 bedroom, 5 bath-ը, հետևինը 1 bedroom։
Լաքանյարը 6 ննջասենյակ 4 լվացարան 3400 square feet տունի մեծությունն է, 10000 square feet հողամասի մեծությունն է, 2012-ի շինարարությունը էլ է $735 price per square feet, որ լավ արժեք է Լաքանյարի համար $735, $2.5 million asking price, որ it's pretty good S վիճակի նորեն տուն, եթե մոքի ուզում անպայման Լաքանյարի zip code ունենա, you can definitely look into this, որտեղ արժեքի կողմից լավ արժեք է դրել։ Տունը պատրաստ է փոքր փոփոխություններ, կարպետների հարցն է, դե ոչ հատուկ major expense ծախս չունես անելու, բայց it's not bad։ Եթե Լաքանյարի ամուսնու մեկ պատրաստ տուն։ Լաքանյարի նորեն 4 ննջասենյակ 3 լվացարան 2851 square feet տունի մեծությունն է, 15000 square feet հողամասի մեծությունն է, $947 price per square feet, որ էսի դերերա որպես Լաքանյարի արժեք։ Տունը, ինչպես տեսնում եք, էսա քիչենը, խոհանոցը, գետինները, recess light-երը, պատուհանները, AC unit-ները, այստեղ ամենը նորմալ պայմանների մեջ են, բայց $2,700,000 asking price, որ 940, it's in the top of the price list, բայց իր նորմալ պայմաններն է, հետո փոքրիկ հետևը սենյակ էլ ունի, էսա որպես office կարող եք օգտագործել հետևը կամ private սենյակու համար։ Burbank 4 ննջասենյակ 6 լվացարան 5400 square feet տունի մեծությունն է, 8500 square feet հողամասի մեծությունն է, 2010 թվականի շինարարությունը, շատ տարօրինակ unique տուն է, խաղասենյակներ եւ այլն, it's a customized, շատ custom made է, so $3,125,570 price per square feet, որովհետեւ custom տունը արժեքն ճիշտ է դրել, որովհետեւ եթե custom չելներ նույն չափսերով եւ այլն, էսի օրինակ $5 million տուն, բայց որովհետեւ customized է ամեն մարդ էս custom ձևով չի ուզում, իմանալը առնողը կարող է փոփոխություններ բեկետա այդ adjust արել են արժեքների մեջ։ Կարծում եմ այդել ունենք Glendale 5 ննջասենյակ 5 լվացարան 3500 square feet տունի մեծությունն է, 224,000 lot square feet, $1,040 $3,700,000 asking price, բայց լեռնային է, այդքան շատ բան չունես, բայց տունը բավականին մեծ է, բավականին մեծ տուն ունես, որ size-ի հարց չունես remodeling-ի, ներշն մաքուր, լրիվորեն remodel-ած է, original 1949-ի է, բայց դից հետո լրիվ փոխվել է եւ remodel-ել է եւ բավականին մեծ է, բայց bucket էսա pretty much դե վրև ցած ունես, բայց մեծ մասը լեռնային է, որ that's okay, բան չունես։ Լաքանյարը նորեն, վա, 7000 square feet տունի մեծությունն է, 90000 square feet հողամասի մեծությունն է, 7 ննջասենյակ 5 լվացարան, asking price $899 price per square feet, ու $6,380,000, այո, Լաքանյարի համար այս վիճակի տուն, թաղամասն լավ է, նորեն մասնավոր ծախս չունես անելու, just TLC ասկես օրը touch-up-ներ անես, եւ asking price մոտ $900 price per square feet, որ this is not bad, $900 այս վիճակի տուն, ես էլ իր Ballet, Paris սենյակներ ունի 7000 square feet-ի մեջ, պետք է տարբեր սենյակներ ունենաս, ինչպես ես լցնելու, պետք է բաներով լցնես, ես էլ իր Adrian Hudi guest house-ն է, guest house էլ ունի, guest house-ն մեջն է, սո ծնողները ապրելու համար կամ հույր եթե ունենալու եք, դեր իր համար։ Ինչպես միշտ չեմ ուզում հիմա շեղվեմ, ասեմ, որ հիշացնեմ մեր ընդհանրապես խորհրդի անդամները համար ձեզանից խնդրանք սա քանի բաներ։ Մեկ որ եթե ինչքան կարող եք տարածեք, ամենին լուր տվեք, որ ինձի քվեատվության համար, շնորհակալ կլինեմ։ Երկրորդը website-եր կան, կարող եք social media-ի եւ այլն, կարող եք website-ների միջոցով, եթե օգտակար լինեք Newtap կան, Newtap-ես, որտեղ բավականին ծախսալի է այսօր խորհրդի անդամ վազելու համար, so definitely եւ անշուշտ լուրը տարածելով քվեության համար, որտեղ անպայման ձեր քվեները պետք ունեն, մեծ
մեծ դեր է կատարում քվեները եւ շուտ է ավելի ձեզի ժամանակի ընթացքին կասեմ ինչեր պետք է անենք, ինչեր չպետք է անենք, ինչպես ձեր օգնությունը կուզեմ, բայց եթե հարցումներ ունեք, հեռաձայնեք, ուրիշ հեռախոսի թիվը կամպեյնի համար, խորհրդի անդամի համար կտեսնեք, կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ, մնացեք լավ, մինչև կխոսանք։ For 43 years, Glendale has been my home. My name is Ronnie Gribian. I'm honored to announce my candidacy for Glendale City Council. I grew up here. I went to Hoover High School. I built my business here for more than 34 years. I have helped thousands of Glendale homeowners and business owners with their financial needs. For over 20 years, I have served our community through local organization and city leadership. I am proud to serve as a city commissioner and spend 8 years on the CDBG committee, helping secure millions of dollars for the local nonprofits. I have also had the privilege to serving on the Glendale Police Foundation, supporting vital public safety programs, especially our K-9 unit. And now I'm ready to take Glendale to the next level. We must protect what makes this city strong: public safety, fiscal responsibility, and our core values. Our families deserve safer streets and safer neighborhoods. I will maintain Glendale high public safety standards and crack down on the reckless driving and speeding by using modern technology. We must also balance our city budget without raising taxes or utility rates. I will work to bring new revenue to Glendale through innovation, partnership, and smart planning. I will fight to subsidize alternative solutions to residents and businesses to help lower utility costs. I will also streamline building and safety approval to eliminate unnecessary delay. By partnering with responsible developers, we can create better, more affordable housing because affordability should not be out of reach. I love this city and I'm ready to serve it at the highest level. Join me and together let's build a safer, stronger, more affordable Glendale. Vote Ronnie Gribian for Glendale City Council.